Շարունակել եմ մեր հարցազրույցը շեյել հայրենակիցներ, ասեմ, որ ուզում ենք մենք հլա երկուսով ենք, համախմբենք մեր հայազգին, որպեսզի կարողանանք առաջերտին փրկել մեր այս վերջին կործանվող 28,000 արևելյան Հայաստանի տարածքը պարտադիր պետք է փրկենք, այնուհետև բոլոր հայկական պատմական բնատարածքները որպեսզի ամբողջ մոլորակի հետ միասին լինի հանրային սեփականություն, չէ որ բոլոր պետությունները meil կա պետականությունը դա նույն բառն է, պետականություն, նույն հանրային սեփականություն, նույն սոցիալիզմը դա նույն բառն է, եւ համախմբվելով մեր առաջերտին հայերիս եւ գիտակից մոլորակի մնացած մարդկությանը, որ պարտադիր իրանք պետք է բոլոր երկրները պետականությունը լինի տվյալ պետությունում 100%, ներկայությամբ բոլոր երկրների ղեկավարությունը պարտադիր պետք է հեռանան ղեկավարող իշխանությունից հեռանան եւ նրա ամբողջ ունեցվածքը պարտադիր պետք է վերադարձվի տվյալ պետությանը, որովհետեւ դրանք թալանում են բնակչությանը անգրակետ լինելով, խաբում են եւ թալանում բնակչությանը իրեն հարստանալով, հաշվեք դատավորը, դատախազը նախարարների ինչքան աշխատավարձ են ստանում եւ թոշակառուն ինչքան աշխատավարձ են ստանում, կամ բան որ սովետական Հայաստանի ժամանակ, հայկական սոցիալիստական ժամանակ ես աշխատել եմ լամպերի գործարանում մոտ 11 տարի, 8,500 բանվոր է աշխատում, հիմա որ այդ գործարանն ուր է, 4 հատ ֆիլիալ ուներ Երևանում, 12 հատ ֆիլիալ ուներ Հայաստանում, ուր է դրանք, չկա, բայց որ նայում ես մի փողոցը 10-15 մետրի վրա դեղատներ են, մրգի վաճառներ են, որոնք արտասահմանից ընդեղից դեղա կամ միրգ բերում են, դա պետության բանի վալյուտայի վրա, փողի վրա չի արդում, որտեղ դու տվյալ պետությունում վալյուտա փողը պետք է գումար պետք է այնքան է, ինչքան դու արտադրանք ես արտադրում, բայց դու արտադրանք չես արտադրում, այդ գործարանները փակել ես, ուրիշ երկրից եկած հումքով առևտուր ես անում. Այսինքն նախկին սովետական սպեկուլյացիա է զարգացնում, որը ասում ենք հիմա բիզնես է, այդ է ճշմարտությունը, իսկ որ մենք ստեղծենք հանրային միասնական սեփական բանակները չեն լինի, ոստիկանություն, քննիր, դատախազ ուժային կառույցները չեն լինի, իսկ դրանց բանակի ուժային կառույցների եւ դատական ամբողջ ծախսող գումարը պարտադիր գնալով մարդկանց աշխատավարձի վրա, այդ է ճշմարտությունը, որ չգիտեն։ Ու դա կլինի 100% հաստատ, ու խնդրում եմ էլի մեկնաբանություններ գրեք, հավանեք տակը, բաժանորդագրվեք մեր այս էջին, որպեսզի մենք կարողանանք միասնական փրկենք մեր այս հայրենիքը, մենք ի վիճակի ենք անել, որտեղ